Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։ Ժամանակն անցնում է, բայց հիշողությունը մնում է, ձևավորելով սերունդների ինքնագիտակցությունն ու վերաբերմունքը սեփական անցյալի հանդեպ։ Այս տարելիցի առիթով զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Տիկին Ալավերդյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հրավերքի համար։ Ինչպես կգնահատեք Սումգայիթի ջարդերի պատմական եւ քաղաքական նշանակությունը արդեն 38 տարի անց։ Շնորհակալություն։ 38 տարի անց մենք ավելի քան երբևէ կարող ենք հստակեցնել, որ զուտ միջազգային իրավունքի տեսակետից այն է հայտնի կոնվենցիան ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի համար ըստ առաջի, երկրորդ, երրորդ հոդվածների, որոնք որ ես գիտեմ մեր լսարանը պես ծանոթ է, դա ցեղասպանություն է։ Հիմա ինչու պետք է ես մի բան ավելացնեմ, որ բոլորը կարծում են, որ ցեղասպանությունը օրինակ 15 թվականի դա մի ցեղասպանություն է, 18-23-ին դա այդպես չի։ Ցեղասպանությունը ոչ միայն եւ ոչ անմիջապես գործողություններն են, դրա քաղաքականություն է, դա ռազմավարություն է եւ ռազմավարական նպատակադրում։ Այսինքն մենք գիտենք, որ Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից 1918 թվականին զուտ ցեղասպանությունը շարունակելու համար մեկ, երկրորդը, քանի որ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր եւ շատ պետություններ անկախացան դուրս եկան Օսմանյան կայսրության այսպես լծիներ տակից դա առաջի թուրքական փորձն է, Թուրքիայի փորձն է, առաջի թուրքական պետություն, որը Օսմանյան կայսրությունի տարածքներից դուրս է։ Կիպրոսը հյուսիսային դա երկրորդն է։ Բոլորը պես ընդգծում են, որ Կիպրոսը դա փորձն է Թուրքիայի եւ բայց դա երկրորդ փորձն է։ Առաջի փորձը Ադրբեջանն է եւ նպատակադրումը շատ པարզ գրած է Յուրի Բարսեղովի երկաթորանոց այդպիսի մի մենագրություն կա, որտեղ հստակ փաստաթղթերն է բերում, որ ինչի համար է անհրաժեշտ ստեղծել ավելին, բոլորը խոսում են, որ Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել Արևմտյան Հայաստանում, բայց իրականում դա այդպես չի։ Նախ եւ առաջ նույն կատարողները եղել են եւ Արևելյան Հայաստանում, եւ երկրորդը Ադրբեջանի նոր ստեղծված զինված ուժերի հետ միասին դրանք իրականացրել են ամբողջ Արևելյան Հայաստանում եւ միջև անգամ ոտնձգություններին անում, որտեղ որ հայկա Անդրկովկասում այնտեղ իրականացնել ցեղասպանությունը։ Խոսքը չի գնում դրա մասին, որտեղ ես ապրում, այլ ցեղը, այսինքն հայ ցեղի իրավական գնահատականով սա այո, իրավական գնահատականը, նույն գնահատականը, ինչպես մենք տալիս ենք Թուրքիային, ինչպես ցեղասպան պետություն, մենք հստակեցնենք, որ այո, Ադրբեջանը ստեղծվել է որպես երկրորդ պետություն, ընդ որում արդեն ճանաչված է ինքը 92 թվականից, մինչ այդ իրենք չեն ճանաչել ազգերի լիգան, հետո սովետական միությունն է, սովետականացումն է եւ այլն։ Այսինքն մենք հստակեցնենք, որ Ադրբեջանը դա երկրորդ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած եւ իրականացնող հստակեցնենք, որ ցեղասպանությունը շարունակվում է, դա եւ դատն է, դա եւ ոչնչացումն է այն բոլոր պատմամշակութային կոթողներին, որոնք նպատակադրումը ոչ թե այդտեղ մի լավ բան կառուցելը, այլ հայերի որպես բնիկ ժողովրդի հետքերը ջնջելն է։ Անկամ այսօր, երբ խաղաղության մասին է խոսք գնում եւ այլն։ Դա կապ չունի, որովհետեւ խաղաղությունը դա օրվա Հայաստանի Հանրապետության նորվա իշխանության կամ ես կասեի վարչակազմի տեսլականն է։ Իրականում Ադրբեջանը չի փոփոխել իր ոչ քաղաքականությունը, ոչ էլ հրետորաբանությունը, ինչպես ինքը պնդում էր 1918 թվականից, որ ամբողջ այս տարածքը ընդ որում ինչու է ասում Հայաստանի նկարտումները, որովհետև այն քարտեզի վրա, որը ներկայացրել է Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, այդտեղ Հայաստանը անկլավ է Ադրբեջանի մեջ։ Ադրբեջանը այդտեղ Բաթումից Բաքու է։ Եվ ինչ Արցախ, ինչ բան, Հայաստանը անգամ առանց Սյունիքի, առանց Տավուշի հյուսիսային բավական մեծ մասը եւ Սևանի կեսը
տարածքներով եւ Սևանի հենց ջրերի կեսը դա իրենց ծրագրերով այն ժամանակվա դա Ադրբեջանը հիմա ես գիտեմ որ եւ դուք գիտեք որ նկարտումները ավելի են ընդլայնվել խոսքը չի գնում անգամ անկլավի մասին իրենք խոսում են Հայաստանի մասին ինչպես արևմտյան Ադրբեջան այսինքն իրենց նկարտումները տարածվում են հիմա ամբողջ Հայաստանի վրա դա նշանակում է իդու ցեղասպանագետները գիտեն որ ցեղասպանությունը բուն չի սկսվում այդ դաժան ինչ-որ Տիկին Ալավերդյան, այդ դեպքում ինչ է նշանակում ընդունել Ալմաթայի հռչակագիրը որպես հիմք, որտեղ նշվում է որ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն եւ նույնիսկ այդ երկրի ղեկավարն է հայտարարում, որ մենք որևէ նկարտում չունենք Հայաստանի ներկայիս տարածքի նկատմամբ։ Գիտեք, հայտարարություններն ու գործողությունները, ինչպես եւ քաղաքականությունը, հայացիացություն, արևմտյան Ադրբեջանի ինչ-որ կառույց են արդեն ունեն ինչ-որ հաստատություն են ստեղծել, դա քննարկվում է պարլամենտում, այդպես չի, որ դա ինչ-որ 2-3 լրագրողներ են գրում եւ ինքը նախագահը Ադրբեջանի ինքը հստակեցրել է, այո, մենք գալու ենք Հայաստան, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով մենք վերադառնալու ենք մեր հայրենիքը։ Այսինքն դա ոչ թե զուտ այն է, ինչ ինքը հայտարարում է միջազգային տարբեր հարթակների վրա, որովհետև դեռ 1918 թվականին Թուրքիայի նախկին արտգործնախարարը նամակ էր գրել արևելյան բանակի ինչ-որ ղեկավարին բարես բուն իմաստով ես մեջ բերում եմ անում որ շարունակելով խաբել հայերին եւ մնացած եվրոպացիներին մենք պետք է անշեղորեն ձգտենք մեր նպատակին այն է ոչնչացնել հայերին ոչ միայն որպես պետություն այլև որպես ֆիզիկապես այսինքն մենք հստակեցնենք որ այդ նպատակադրումը ռազմով չի փոխվել որևէ մի բանով չի փոխվել եւ այդ առումով մենք ունենք այսօր մի վիճակ երբ որ պետք է վերին աստիճանի գրագետ կոռեկտ իրավական անգամ բարոյական տեսակետից պնդել որ այն ինչ որ հայտարարում է Ադրբեջանը որևէ հիմք չունի եւ օրինակ անմիջապես ասեմ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բոլոր այն ազատագրած տարածքներով կայացել է Ադրբեջանին չպատկանող միջազգային իրավունքի կոռեկտ առումով չպատկանող, որովհետև ազգերի լիգան տարածքը, որը 20,000 քառակուսի կիլոմետրից ավել էր, դա կոչվել է վիճելի տարածք, որովհետև առաջի անգամ հայտնված քարտեզի վրա պետություն, այդպես է գրած ազգերի լիգայի որոշման մեջ, նկարտումների, այսինքն նա նկարտումների հայտնել անտարածքների վրա, որոնց վրա եւ ունի այդտեղ եւ բնակվող եւ ունի այլ հիմքեր Հայաստանը։ Պատահական չի, որ իրենք չեն ճանաչել Ադրբեջանը եւ ասել են դուք գնացեք պարզեք իրար հետ եթե չպարզեք մենք Փարիզյան կոնֆերանսում դա կանենք բայց Փարիզյան կոնֆերանսի տեղ 11-րդ բանակն է մտել սովետական Ռուսաստանի եւ պատմությունը լրիվ այլ ձևով է գնացել Իստիկին Ալավերդյան հաշվի առնելով նաեւ ներկայիս փուլի ձեր գնահատականները ինչ է կարծում արդյոք միջազգային հանրության գնահատականները Սումգայիթի ջարդերի հետ կապված թե իրավական եւ այլն այդ արձանագրումները բավարար են որպեսզի նաև հիմք դառնան կանխելու այն ինչ որ դուք ասեցիք այդ մտահոգությունները Շնորհակալություն գիտեք պետք է ասեմ կար երկու փուլ հստակ եւ առնվազն իմ սերնդակիցները ինձնից երիտասարդները պետք է հիշեն որ 88 թվականից մինչեւ 91 գրեթե թվականի վերջը մինչեւ սովետական միության գոյություն ունենալու դադարեցումը միջազգային հանրությունը շատ ազնիվ եւ շատ ինչպես ասեմ համապատասխան արձագանք է տվել բայց ես պետք է հիշեցնեմ մեր լսարանին որ արդեն 89 թվականից երբ որ ՀՀՇ-ն հայտարարել էր որ մենք ոչ թե միացում այսպես ասած կարգախոսի ներքո պետք է շարունակենք մեր պայքարը այլ անջատում հետո արդեն
միացում, այսինքն մենք այդպես ենք առնվազն ենթադրել, դա հստակ շարունակվել է այդ քաղաքականությունը եւ արտերկրում, եւ պատահական չի, որ արդեն սովետական միության փլուզումից հետո եւ 92 թվականի մարտի 2-ը, երբ որ մենք դառել ենք ՄԱԿ-ի անդամ պետություններ եւ Ադրբեջանը եւ մենք առաջին նախագահը 5-ին մարտի նույն թվականի 3 օր հետո նա հայտարարել է այդպես զուգահեռ հարցազրույց է եղել Կոմսոմոլսկայա Պրավդա թերթում ամենապոպուլյար ժամանակ թերթներ, որտեղ ասել է, որ Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, բայց ամենաբարձր կարգավիճակով։ Մի հատ կարգավիճակը օրինակ Նախճիվանի դրանից բարձր չի եղել, դա ինքնավար հանրապետություն է, բայց մենք գիտենք, որ արդեն այդ ժամանակ Նախճիվանը հայաթափված է, այսինքն իմ խորին համոզմունքով դա վերին աստիճանի մոլորություն էր քաղաքական առումով, դրա համար պետք է ասեմ, որ արցախցիների համար եւ բոլոր նրանց համար Հայաստանից եւ արտերկրից մի քանի հոգի եկել են, իրենց բոլորի համար դա եղել է տարօրինակ, քանի որ 92 թվականին մարտի 2-ին արդեն թեժ ագրեսիա էր, ագրեսիայի ամենաթեժ փուլն էր Ադրբեջանի արդեն անկախ, արդեն Ադրբեջանը, որը ՄԱԿ-ի անդամ պետություն է, նա նոր թափով հարձակվել է Լեռնային Ղարաբաղի արդեն հռչակված հանրապետության վրա եւ մի 2 ամիս հետո 10-ին ապրիլի իրականացրել է Մարաղայի ցեղասպանությունը արդեն որպես ճանաչված պետություն։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, մենք վաղուց նորանկախ Հայաստանը պետք էր ճանաչեր Ադրբեջանի բոլոր գործողությունները եւ շարունակ մինչեւ 94 թիվը, հետագայում 2016 թվականը բոլորը մոռանում են, թե ինչ են արել իրենք 18 զինվորների հետ, պղծել են անգամ բացին այդ կներեք խոսքիս համար մորթելը, իրենք եւ պղծել են իրենց մարմինները եւ դրանից հետո 20-ից 23 թիվը գիտեք չկա այդպիսի մի փաստաթուղթ, որը մենք չկարողանանք բերենք ապացուցելու համար, որ դա ոչ միայն ցեղասպանություն է, դա ռազմական հանցագործություններ են, դա մարդկության կամ մարդասիրության դեմ հանցագործություններ են, եւ դա հստակ պետք է ասենք ագրեսիայի հանցագործություն է, այսինքն 4 հանցագործությունները, որոնք թվարկված են Հռոմի ստատուտի մեջ, իսկ մենք միացել ենք Հռոմի ստատուտին, այսինքն արդեն իսկ այսօր մենք կարող ենք խոսել ոչ միայն ցեղասպանության, ինչպես հանցագործության, այլ գումարած այդ երեքը, այլևս չեմ ասում, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ մի սկզբունք կա, որ ասում է ցանկացած վեճ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Հիմա այդ խաղաղության դեմ այդ գործողությունները, եթե մենք անգամ ագրեսիան թողնենք մի կողմ, դա արդեն եղել է 3 ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետությունների ներկայացուցիչներից կազմված եղել է այն միջնորդ խումբը, չկա ուրիշ գիտեք հակամարտություն, կոնֆլիկտ, որտեղ այդ մակարդակով լիներ այդպիսի միջնորդ խումբ։ Եվ ահա այդ խումբը գրեթե 30 տարի շփվել է, ֆինանսավորել է միջև անգամ տարբեր ծրագրեր այն հանրապետության, որը Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը, որի ռազմաքաղաքական ղեկավարությանը այսօր արդեն դատել են, դատապարտել են տարբեր տարիների, որովհետև դա իրենք համարում են տերորիստական միավոր։ Տիկին Ալավերդյան, հիմա նաև շատ է խոսում, երբ խոսք է գնում խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, շատ է խոսում էր արցախահայերի իրավունքի մասին, շատերն ասում են, որ վերադարձի այդ իրավունքը դուրս է մնում եւ այլն, այդտեղից հնչում է Ադրբեջանի հակառակ խոսքը։ Ուրեմն պետք է, եթե խոսք է գնում Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին, պետք է խոսք գնա նաև Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին։ Այստեղ հաշվի առնելով նաև այս Սումգայիթյան ջարդերը, դրանցից հետո ադրբեջանական կեցվածքը, այստեղ որքանով է անվտանգ հիմա նման հարցերի քննարկումը։ Շնորհակալություն։ Գիտեք, հարցը ունի երկու հարթակ, երկու մակարդակ։ Մեկը դա
ով է ասում, որ մենք պետք է վիճարկենք վերադարձի իրավունք։ Չկա այդպիսի բան։ Վերադարձի իրավունքը դա համապատասխան միջազգային ՄԱԿ-ի կոնվենցիայով 1951 թվականի փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայով դա գիտեք անվիճելի բան է։ Դրանք ովքեր որ ասում են դա կարող է լինել, չկարող լինել, դա բոլորովին հարթակ է։ Այդ իրավունքը նախ եւ առաջ գոյություն ունի ու դա անսասան ճշմարտություն է։ Հիմա տեսնենք ինչ է ասում են արդյոք հնարավոր է կներեք շատ բոլորին դա այլ հարթակ է։ Մենք չպետք է քաղաքական այդ կարգախոսը եւ իրավունքը փոխարինենք հնարավորություններով, որոնք կան, չկան։ Հնարավորությունը պետք է ստեղծվեն եւ ստեղծողների խնդիրն է։ Այսինքն մերժումը չի ոչնչացնում միջազգային իրավունքը։ Խախտումը չի ոչնչացնում միջազգային իրավունքը, կարող են խախտել ինչ ուզեմ մեզ անել, իրավունքը մնում է։ Այնպես որ ամբողջովին արդարացված է արցախցիների եւ ոչ միայն գիտենք Շվեյցարիան, գիտենք հիմա Բրիտանիայում այդ հարցը բարձրացվեց, համապատասխան հարթակի ստեղծվել։ Այնպես որ դա չեն կարող ուրիշ ձև լինել։ Այդ իրավունքը կա։ Հիմա վերադառնանք դրանց հնարավորությունները։ Այդ հնարավորությունների մասին մենք կարող ենք խոսել եւ ես այստեղ տեղին եմ համարում որ բացի նրանից որ խոսում ենք արցախցիների վերադարձի մասին Արցախի վերադարձի մասին պետք է խոսել ի վերջո այդտեղ գոյություն է ունեցել ինչպես ասեցի միավոր որի հետ հաշվի են նստել եւ միջև անգամ վերջնական այդ փաստաթղթերը Մինսկի խմբի գրված է որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի Արցախի ժողովրդի հետ այդ ինչ է այդ բռնի տեղահանումը դա համաձայնություն է այսինքն մենք հստակեցնենք որ այսօր մենք ունենք մի վիճակ երբ որ ոչ միայն արցախցիներն են դուրս մղվել, այլ Ադրբեջանը ուժային ձևով ուղղակի փորձում է միջև վերջ տապալել արդեն ինքնորոշված ժողովրդի Բայց դա հիմա հնարավորության սահմաններում է իրատեսական է սա Դա ոնց է ես միշտ վերել եմ օրինակը հրեաների 2000 տարի գրեթե անց իրենք բավականին ծանր հոլոկոստը անցնելով ստացել են պետություն։ Իդեպ հրեաների հոլոկոստը ինչով է տարբերվում հայերի ցեղասպանությունից։ Հոլոկոստի կներեք շատ արդյունքում հրեաները ստացել են հայրենիք։ Հայերը ցեղասպանության արդյունքում զրկվել են հայրենիքից։ Հայրենազրկում է տեղի ունեցել։ Այնպես որ հայերը պետք է ոչ թե մտածեն ստացվի այսօր կամ վաղը, նրանք պետք է իման դա իրավունք է, դա արդարություն է եւ դա միջազգային նորմ է։ Ես բերեմ ուրիշ օրինակ ավելի մոտիկ դա Բալթյան հանրապետություններն են։ Բոլորդ գիտեք երևի, որ Բալթյան հանրապետությունները միացվել են սովետական միության, այսպես կոչված Ռիբբենտրոպ Մոլոտով հանցավոր պայմանավորվածության վրա։ Եվ ահա 40 տարի անց 91 թվականին Բալթյան հանրապետությունները ազատություն, այսպես ասած, անկախություն են ստացել առաջինները եւ 91 թվականի սեպտեմբերին իրենց ճանաչել է ոչ միայն Արևմուտքը, այլև Ռուսաստանը, որովհետեւ ճանաչվել է, որ այդ հանցավոր այդպիսի պայմանավորվածությունները նրանք չեն կարող ոչնչացնել միջազգային իրավունքը, այնպես որ միջազգային իրավունքի ոտնահարումը լինի Ադրբեջանի կողմից, լինի անտեսումը օրվա վարչակազմի կողմից, նա չի ոչնչացնում միջազգային իրավունքը, այստեղ ամբողջը ազգի Այսինքն ձեր ասածը տեղավորվում է միջազգային իրավունքի Իհարկե, ամբողջ ոչ միայն չի կարելի թողնել անպատիժ եւ չի կարելի թողնել այդպես, որովհետեւ եթե հանցագործությունը չի պատժվում, ապացուցված բան է, նա սովորություն ունի կներեք կրկնվելու շատ ավելի դաժան ձևերով եւ ահա Սումգայիթի անդրադառնալով Բաքվի եւ ավելի քան 320 բնակավայրերից հայերին, իրենց խառը ընտանիքներին, դրանից բացի 300,000 ռուսների, մի 70,000 հրեաների, այդ բոլորը երբ որ նրանց ուղղակի դուրս են մղել իրենց
բնակարաններից, այդ բոլորը պետք է պատժվի։ Եթե դու չես պատժում, ստանում ես Արցախը 2023 թվականին։ Եթե պետք է պատմության դասեր, ըստ երևույթին պետք է դա մտցվի բոլոր պետություններում քրիստոմատիայի մեջ, որ եթե չի պատժվում սկզբից իսկ հանցագործությունը, տվյալ դեպքում ցեղասպանության, ապա նա անպայման կրկնվում է, ընդլայնվում է եւ այսօր պատահական չի, որ վտանգը կախված է Հայաստանի վրա։ Նախ եւ առաջ խոսում են, նախ եւ առաջ Տավուշի մի քանի գյուղեր ուղակի անցան։ Մյուսը Սյունիքի գիտեք, որ կան միջև անգամ արտերկրում գտնվող Զանգեզուրյան կառավարություն Ադրբեջանում տարիներ շարունակ։ Այսինքն պայքարը պետք է տևի։ Մենք սովոր չենք, մենք գիտեք, սիրում ենք սպրինտը, այստեղ սկսեցինք, ստեղ ավարտեցինք։ Դա այդպես չի, դա մարաթոն է, եւ այդ մարաթոնում ես գիտեմ, հաղթելու է ճշմարտությունը։ Պետք է լինել հետևողական եւ որևէ մի առումով կրկնում եմ, չմոռանալ որևէ իրավունքի խախտումը, ոտնահարումը, ջնջումը չի ոչնչացնում միջազգային իրավունքը։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հեռանկարում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էր։